Անկեղծ չեմ հասկանում էլի ձեր խանդավառությունը այդքան վատ մեղմ ասած որակումներին, որ տրվում է հայրաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ։ Այդ ինչից եք այդտենց ուրախանում, հրճվում։ Գիտեք ինչ, բարոյական հարցեր կան, ամեն ինչը ի վերջո ինչ որ սկիզբ ունի, նաև ավարտ ունի, իշխանություն։ Եվ այս ամեն ինչն էլ պատմություն է դառնալու, էլի։ Լավ կլինի, որ վաղը մյուս օր սերունդները նային ու չհամաչեն ձեր ասածների համար, ձեր թիրախավորումների համար։ Առանձին վերցրած, եթե անգամ հոգևորականներ կան, որոնք շեղվել են իրենց ուղուց, դա ձեր խելքի բանը չէ եւ ձեր անելիքը չէ։ Դուք ավելի լավ է ձեր գործով զբաղվեք։ Ավելի լավ է այս երկիրը որ քանդել, ավիրել, խոսում եք կոմունիկացիաների բացելուց, խոսում եք ճանապարհների բացելուց, երկու ամիսա չեք կարողանում մի հատ այդ բեռնատարի վարորդների հարցը լուծեք, մի հատ ուշքի եկեք, հասկացեք որտեղ եք հայտնվել, հասկացեք ինչ պաշտոնի եք դուք, պարոն Բագրատյանն է ցուցակ է հրապարակում, ռեպրեսիաների, 37 թիվը չի է, մեր հերթը եփ է գալու, կասեք, մեր հերթը եփ է գալու, հա շուտ արեք պրծնենք, շուտ արեք, ինչքան կարում եք շատ արեք, լավ եք անում, քիչ եք անում, և պետք չի ղեկավարին այդքան քծնել, պետք չի, պետք է ճշմարտություն իր այրեսին ասեք, դրանով դուք արջի ծառայություն եք մատուցում, վաղը մյուս օր եթե մոլի կրոնական դառնա Նիկոլ Փաշինյանը, կսկսեք սաղդ խաչակղվել ու եկեղեցուց տուն չեք գնա, չի կարելի տենց, խոսում եք եկեղեցիների չուլանացման մասին, ձեր պատասխանատվության տիրույթում ինչքան եկեղեցիներ կան, որը որ անբարեկարգ վիճակում է, դուք դրա համար պատասխան եք տալիս, թե չէ, այդ ձեր բնորոշմամբ կիրթ ու կառուցողական Ալիևին, օրինակ հարց չեք տալիս, պարոն Փաշինյան, այդ 300-ից ավելի եկեղեցիները որ կա, ինչի է քանդում ավիրում, օրինակ, այս Բերձորի եկեղեցին է, որը չկա, քանդել է, ավիրել է, ու սենց եկեղեցիներ, սրբավայրեր, շատ, կարամ սենց թվեմ անհատնելի են, ես կուզեմ ձեր ելույթի ժամանակ անկեղծ ասեք, այդ հարցը տվել եք, ինչ պատասխան եք ստացել,